օգոստոսին ծնված մարդիկ ինչ առաքելություն ունեն, այս մարդկանց խնդիրն է, որպեսզի ընտանիքում հաշտեցնեն հորն ու մորը, բարեկամներին, մորը եւ տատուն, մորը եւ հորաքրոջը եւ այսպես շարունակ, այսինքն հաշտեցնողի դերը, խաղաղության աղավնու դերը վերապահված է հենց օգոստոսին ծնվածներին։ Սեպտեմբերին ծնված մարդիկ, սրանք այն մարդիկ են, որոնք հետաքրքիր տաղանդներ ունեն եւ եթե նրանց ծնվելու պահին իրենց ծնողները չեն զբաղվել այն աշխատանքով, որով կցանկանային եւ իրենց մասնագիտական ուղղվածությունն է եղել, այլ հանուն ավելի շատ ֆինանսական միջոցներ կուտակելու այլ ուղղվածությամբ են տարել, ապա այս երեխան պարտավորվում է իր տաղանդներին տուրք տալ եւ ավելի մեծ բարձունքների հասնել իր մասնագիտական կարողություններով, քան ծնողներն են հասել այլ ճանապարհով։ Հոկտեմբերին ծնված մարդիկ, սրանք այն մարդիկ են, որոնք մեկեր են համարվում հունվար ամսվա ծնվածների նման եւ նրանք եւս մեծ ֆունկցիա ունեն իրենց հարազատներին, քույր եղբայրներին օգնելու հարցում, բայց նաեւ հոկտեմբերին ծնված մարդիկ նաեւ պետք է հոգ տանեն իրենց ծնողների մասին եւ եթե ժառանգություն են ստանում, ապա պետք է կարողանան ճիշտ այն տնօրինել, ճիշտ այն բաշխել քույր եղբայրների մեջ։